Բայեկո եթերում ուրվագիստն է, ես Պետրոս Ղազյանը սիրելուստայտողներ, այսօր տեղի ունեցավ մեր լավ մոռացված, ոնց ասում են, լավ մոռացված հինը դա նորն է, այդ մոտավորապես նման կառավարության Անդրանիկ նիստը կառավարությունում վարչապետը հայտարարեց, որ կառավարության ծրագիրը հիմնված է լինելու 3 գերակայությունների վրա, եւ այսօր մենք այդ գերակայությունների մասին կզրուցենք Խոսրով Հարությունյանի հետ։ Այսպես սիրելուստայտողներ, կառավարությունը այսօր ներկայացրեց իր ծրագիրը, այդ ծրագիրը հիմնված է լինելու 3 գերակայությունների վրա, եթե անկեղծ իմ տպավորությամբ այս ծրագիրը շարադրենք, սա շատ բարի, շատ ժամանակակից, շատ դրական, շատ լավ ցանկությունների մի համադրություն է երկու էջի վրա։ Ես ասեմ, որ այս բոլոր ցանկությունները գրեթե բոլոր կառավարություններում այս կամ այն կերպ շարադրված են եղել։ Մենք այսօր զրուցել ենք Խոսրով Հարությունյանի հետ, Բայեկո պարոն Հարությունյան, շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Պարոն Հարությունյան, նախ սկսենք նրանից, որ հանրապետականը, իշխանությունը ողջ նախընտրական քարոզի ժամանակ հստակ փոխելու մեսիջներ ուղարկում, ընդ որում սա դարձել էր քննադատության առարկա, հումորիա, այսինքն լուրջ ազդեցություն էր թողել բոլոր առումներով, հա։ Հիմա ոնց նայում ենք, ոչ մի բան չփոխվեց, գոնե դերակատարների առումով։ Կառավարությունը գրեթե նույնն է, ազգային ժողովում նույն մարդիկ են, թե նախագահի, այսինքն ստացվեց, որ ոչինչ չփոխենք։ Իսկ դուք մեզ խոստանում եք, հավատանք, որ փոխենք։ Գոնե անձերի առումով, իսկ անձերը դրանք այն մարդիկ են, ովքեր պետք է իրականացնեն այդ ծրագիրը, խնդրեմ։ Նախ կարգախոսից սկսենք, հավատանք, որ փոխենք։ Խոսքը գնում էր ոչ թե մարդկանց փոխենք, խոսքը գնում էր մեր մտածելակերպը փոխելու մասին, հանրային կյանքի նկատմամբ մեր վերաբերմունքը կփոխելու մասին։ Հավատանք, որ փոխենք, նշանակում էր հավատանք, որ մենք ունակ ենք, ոչ թե ինչ-որ մեկը, այլ մենք, մեր հասարակությունը ունակ է, մեր իրականությունում արմատավորված, մեր մշակույթին ոչ հարիր ամբարո բարքերը կամաց փոխել, արմատախիլ անել նույնիսկ, հա, եւ այդ դամ պետք է հավատալ, բայց սա նշանակում է փոխել նախ եւ առաջ մտածողությունը։ Հետեւաբար փոփոխություն ասելով պետք է հասկանալ ոչ թե լոկ կատարողներին, հա, դերակատարներին, ինչպես դուք ասացիք, կառավարության կազմը կամ, այլ պետք է խոսքը գնում էր արժեհամակարգի փոփոխության, որին կարելի է մոտենալ ըստ էության մտածողության, վերաբերմունքի մեջ լուրջ փոփոխություններով։ Պարոն Հարությունյան, բայց մենք ընտրել ենք ոչ թե փիլիսոփաների, այլ ընտրել ենք գործադիր մարմնի գործադիր մարմինն ենք ընտրել, հա։ Իսկ մարդը, ես մտածում եմ այսպես, եթե դու ինձ ասում ես փոխենք, ես մտածում եմ, որ դու նույնպես գիտակցում ես, որ ինչ-որ բան ճիշտ չի եւ պետքա փոխել։ Եթե ինչ-որ բան ճիշտ չի, ինչ-որ կրողներ կան այդ ոչ ճիշտը, եւ դու պետք է գալով իշխանության փոխես նրանց, բերես այն մարդկանց, ովքեր ճիշտը կան, իսկ փիլիսոփայությունը, որ մենք մեր կյանքը փոխենք ներքուր եւ այլն, դրանք տեսական շատ հաճելի հարցեր են։ Մենք ընտրել ենք գործադիր իշխանություն։ Մենք գործադիր իշխանություն չենք ընտրել, մենք ձևավորում ենք գործադիր իշխանություն։ Մենք ընտրել ենք ազգային ժողով, որը ձևավորել է, անուղղակի ձևավորել են գործադիր։ Ես շատ կուզենայի, որ մենք անուղղակի ընտրացել ենք նաեւ գործադիրը։ Ես բարձ ասում որ դες կուզենայի, բայց հարցը դրանում չի։ Հիմա տեսեք, հարցը ձեր շարունակությունն է։ Արդյոք այս մարդիկ, ովքեր ընդգրկվեցին մասնավորապես կառավարության մեջ, նրանք կարող էին հանրության մոտ վստահություն ներշնչել, որ ունակ են սեփական մասնակցությունը բերել մեր իրականության մեր ձևավորված այն բարքերի փոփոխությանը, որոնք կոռոզիայի ենթարկում մաշեցնում էր մեր առօրյան։ Հարցը այսպես պետք է հնչի։ Այլ կերպ հարց դնել ինձ համար հասկանալի չի։ Բայց տեսեք, հետեւաբար խնդիրը կայանում է, արդյոք կառավարության այս կազմը, որը մեծ իմաստով կարելի համարել անփոփոխ, այս կազմը ունի վստահության պաշար, կարելի է նրան վստահել վերջի համապետական ընտրությունների ժամանակ հանրային կյանքում կամ ընտրությունների ընթացքում հնչեցած կարևորագույն հարցերի մեր իրականության մեջ շատ բան պետք է փոխել, ընդ որում եթե հիշում եք ընտրությունների ժամանակ ոչ թե խոսում եւ ոչ այնքան խոսում են թոշակն ավելացնելու կամ նպաստներն ավելացնելու մասին, թեպետ դա նույնպես շատ կարևոր է, այլ որքան մեր հանրային կյանքը հանրային օրգանիզմը առողջացնելու անհրաժեշտության մասին, կոռուպցիա, հովանավորչություն, մոնոպոլիա, չէ, տնտեսական ազատությունների նախադեպ պակաս եւ այլն։ Խոսքը նման երևույթները վերացնելու մասին է, այսինքն հանրային կյանքը որակապես փոխելու մասին է։ Հիմա հարց է առաջանում, արդյոք այս կառավարության այս կազմը
հանրության մոտ կարող էր վստահություն ներշնչել, որ նա ունակ է նման փոփոխությունների։ Իմ պատկերացնում ձեր հարցադրման աղը իմաստը սրանում է։ Եվ եկեք այդ կապակցությամբ մտորենք։ Պարոն Հացյան, երբ որ կառավարությունը 5 տարի աշխատում է, չէ՞, եւ դու գալիս ես շեշտը դնում ես ոչ թե շարունակելու, այլ փոխելու վրա, արդեն մարդը ապրիորի հասկանում է, որ այդ դասած վստահությունը չկա։ Թույլ տվեք ձեզ հետ Որտեղ չհամաձայնեմ։ ինչու փոխել։ Ասեմ ձեզ։ Ոչ թե փոխել կրկնում եմ, ոչ թե փոխել ինչ որ մի բան, այլ փոխել մտածողություն։ Մտածողություն կրող մարդիկ են։ Ճիշտ եք ասում։ Այսինքն մեզանից յուրաքանչյուրին է սա վերաբերում։ Բայց սա այն դեպքերից մեկն է, որ նախ եւ առաջ նախաձեռնությունը պետք է գա վերևից։ Հանրային կյանքում երբևէ որակական փոփոխությունները, եթե խոսք գնում է բնականոն զարգացումների մասին, եթե գնում է էվոլյուցիոն զարգացումների մասին, գալիս է վերևից։ Բայց դուք ասեք փոխել եւ վերևը թողեցիք նույնը։ Պարոն, հիմա դրա համար հարց է, դրա համար հարց հետեւյալն է, պարոն Ղազարյան, արդյոք այս կազմը կարող է վստահություն ներշնչել, որ այն խնդիրները կամ այն պահանջարկը, որ ձևավորել է հանրությունը, վերջին պատասխանեք Դուք ընդունում եք, որ հարցադրումը սրանում է։ Այսինքն նորից եմ կրկնում, այնքան էական չի, թե ինչու կառավարության կազմը չփոխվեց, որքան արդյոք այս կազմը ունակ է հանրության պահանջը բարելավելու։ Սա է խնդիրը։ Հիմա եկեք բարձրաձայն մտորենք։ Ուրեմն այս կառավարության այս կազմը մի բան ապացուցել է, որ նա ըստ էության ռեստավարժ է։ Այսինքն նա ունակ է նույնիսկ տնտեսապես ոչ նպատակար պայմաններում քաղաքական կշռադատված որոշումներ կայացնելու ճանապարհով հանրային կյանքը զերծ պահել այնպիսի ցնցումներից, ինչպիսիք ենթադրենք տեղի ունեցան եվրոպական շատ ու շատ երկրներում, Հունաստանից սկսած մինչև Իռլանդիա։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ կառավարությունը իր կազմում, իր հիմնական կազմում արիստավարժ է եւ ունակ է որակյալ ճիշտ որոշումներ կայացնելու։ Կրկնում եմ, ես այն կարծիքին չեմ, որ կառավարության գործունեությունը վերջի տարիներին, այս ճգնաժամի տարիներին եղել անթերի։ Ես այդ կարծիքին չեմ, բայց մեծ իմաստով հանրությունը կառավարության գործունեությունը Եթե կարելի ասել նույնիսկ բաց թողումներ ըմբռնումով վերաբերվելով կառավարության գործունեությանը բավարար վերաբերվեց։ Այլապես համաձայն եք ձախողված կառավարությամբ 44% վստահության քվեստանելը ուղղակի բան կա, պարոն Հարությունյան։ Կարող է ինչ-որ մեկի համար լավ, թող 44-ը լիներ 42, բայց համաձայն եք, որ այդուհանդերձ հանրապետ այսօր ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կշիռը հարաբերակցությունը համապատասխանում է նրանց իրականության կշիռներին եւ նրանց հարաբերակցությանը, այնպես որ ուժերի հարաբերակցությանը, այնպես որ կարելի է մի քիչ վիճել մի քանի տոկոսը, բայց որակական առումով այս հարցադրումը արդարացված է։ Հետևաբար, կառավարություն, որ նախաձեռնեց մի խումբ, նույնիսկ ճգնաժամի պայմաններում նախաձեռնեց մի շարք բարեփոխումներ։ Եվ բոլորը կիսատ մնացին։ Շարունակակ այդ կիսատ, դուք ասում եք կիսատ, ես ասում եմ նոր շարունակություն է ստանում։ Եվ դրանով է պայմանավորված, որ մեր բարեփոխումները դրանք ոչ թե ինչ-որ հանգուցալուծման բերող խնդիրներ են, այլև հավերժ process-ներ են։ Ամեն նոր կառավարություն, ընդ որ նույն կառավարությունը ամեն տարի սկսում է իր բարեփոխումները կրկին բարեփոխելուց։ Միացյալ Նահանգները այդչափ զարգացած պետություն, Օբամայի առանցքային նախընտրական ծրագրի առանցքում կանգնած էր առողջապահության համակարգի բարեփոխումը։ Չէ, կներեք, հիմա այս տարբերությունը Ամերիկայի կյանքի։ Տեսեք, կառավարության ծրագիրը միտքը չեղավ, Պետրոս, մենք միանց պետք է լսենք։ Բարեփոխումները կարտանք հիմա ծրագիրն էլ։ Բարեփոխումները ըստ էության ուզում եմ ամենազարգացած պետություններ լինենք, այդուհանդերձ մեր իրականությունը փոխելու, բարեփոխելու անհրաժեշտության առջև կանգնած ենք։ Սա մեկ, եւ երկրորդը, բոլորս էլ խոսում ենք, որ հասունացել է պահը անցումային երկրի համար, ինչպեսին Հայաստանն է, երկրորդ փուլի, երկրորդ սերունդի քաղաքական բարեփոխումներ իրականացնելու։ Այդ 5 տարի առաջ ասում էին։ Ճիշտ եք ասում, ճգնաժամը խանգարեց։ Ճգնաժամը ոչ միայն Հայաստանում, ճգնաժամը խանգարեց, որ դատավորները ավելի արդար լինեն։ Ճգնաժամը խանգարեց, որ մենաշնորհները ոչ, ճգնաժամը թույլ չտվեց այդ շարիկի դեմ կոռուպցիա, հովանավորություն, այդ շարիկի դեմ արդյունավետ պայքարել։ Ընդհակառակ, ճգնաժամը ավելի լավ առիթ է։ Ճգնաժամը թույլ չտվեց։ Ճգնաժամ չէր։ Ճգնաժամ էր։ Եվ հիմա ժամանակը ցույց կտա վրացական ռեֆորմների արդյունավետության մասին։ Ինչ որ հիմա ցույց է տալիս արդեն։ Չէ, ես մի քիչ այլ կարծիք եմ։ Կներեք վրացական ռեֆորմների վրա ես մի քիչ այլ կարծիք եմ, թույլ տվեք ես մնամ իմ կարծիքին, հա։ Հետեւաբար խոսքը գնում է նրա մասին, որ այդուհանդերձ այն հարցադրումները, որոնք հնչեցին վերջին նախընտրական մրցաշահում կամ ընտրությունների ժամանակ, որոնք ենթադրում են որակական փոփոխություններ մեր իրականության մեջ, դրանք պետք է իրականացնել թե ոչ, անկասկած այո։ Այս կառավարությանը այս կազմով կարող է վստահել, ես ասում եմ այո, որովհետև կրկնում եմ, այս կառավարությունը ապահովեց ամենակարևորը՝ երկիրը
Փարդ, ծանր տնտեսական ճգնաժամից առանց լուրջ ցնցումների, այն էլ այսպիսի երկիրը բոլոր կողմերից փակ շրջափակման մեջ գտնվող սահմանափակ տնտեսական ռեսուրսներով երկիրը առանց լուրջ ցնցումների մեջ գցելու դուրս բերեց մի նոր եզրագիր։ Եվ հիմա ձեռնամուխ ենք եղել։ Ասելով ինչ նկատի ունենք։ Եթե մենք ունենք 2 միլիարդ տոկոսից ավել պարտ, մենք ունենք մինչև 35% աղքատություն հասել։ 200,000 մարդ այս տարիների ընթացքում գնացին։ Դրանից լուրջ ցնցում է, այսինքն Եգիպտոս չենք դարել, այդ նկատի ունենք։ Ես Հունաստան։ Այսինքն մեր կառավարության ձեռբերումն է, որ մեր մոտ չկա քաղաքացիական բախում եւ այլն։ Դուք ասում եք քիչ բան է դա։ Իհարկե քիչ բան։ Իհարկե ոչ, բարեկամս։ Այդպես հանգիստ մի ասեք, հələ պատկերացրեք հանգարցակի մեր երկիրը հայտնվեր այնպիսի քաղաքացիական ցնցումների մեջ, ինչպիսին Հունաստանը։ Ես խիստ կասկածում եմ, թե դուք այսպես հանգիստ կզրուցեիք ինձ այդ եթերում։ Ուրեմն դա ոչ միայն քիչ բան չէ, այլ շատ մեծ բան էր։ Ես մի առիթ ունեցել եմ այդ նաև ձեզ մոտ եթերում, ասելու որ ճգնաժամի պայմաններում կառավարությունների գործունեությունը վրակում է, գնահատում է ելնելով հնարավոր նվազագույն կորուստներից։ Ոչ մի կառավարություն ճգնաժամի պայմաններում երկնքից աստղեր չի իջացնում։ Նրանց խնդիրն է ինչքան հնարավոր է նվազագույն կորուստներով անցնել։ Մեր այս կառավարությունը հաջողվեց, պարոն Հարությունյան, չհաջողվեց։ Աշխարհում երկրորդն էր, -14%։ 9 թվականին։ Շատ կներեք։ Շատ կներեք, դուք լսեք, 2009 թվականին -14%, բայց 2010, 2010 թվականին արդեն դրական աճ։ Որը ոչ մեկ կներեք, 14-ից հետո +2.5 միլիարդ, ուրեմն 2.3% դրական աճ։ Սխալվում եք։ Ուրեմն ոչ միայն խոսք գնում է դրական համախառն ներքին արդյունքի դրական աճի մասին, դինամիկայի մասին, այլև խոսքը գնում է տնտեսության լուրջ դիվերսիֆիկացման մասին։ Այսօրվա դրությամբ երբևէ դուք կարող եք հիշել մի փուլ, երբ մեր ներկրման ներմուծման ծավալները եւ ներմուծման դինամիկան զիջեր արտահանման դինամիկային։ Կարող եք այդպիսի մի փուլ հիշեցնել ինձ։ Դուք չեք կարող դա հիշեցնել։ Ինչ ենք մենք արտահանում, պարոն Հարությունյան։ Լսեք, արտահանման ոչ, արտահանում ենք ինչպես համքայուն արտահանանք, այնպես ավելացել է գյուղատնտեսական մթերքները, ավելացել է նաև նոր տեխնիկական արտադրություն, սարքաշինության էլեմենտներ, այնպես որ ըստ էության այսօր արտահանման ծավալները ավելի դինամիկ են աճում, քան ներմուծման։ Սա ըստ էության վերջի մի քանի տարիների բարեփոխումների դրական այսինքն արդյունքում մենք ունենք լուրջ տեղաշարժեր տնտեսության մեջ, ռեալ սեկտորի մեջ։ Այսօր բավական լուրջ պոտենցիալ է ձևավորված գյուղատնտեսության, այն էլ բավականին էկոլոգիապես մաքուր գյուղմթերք արտահանելու ուղղությամբ։ Այն քայլերը, որ կառավարությունն արեց վերջի մի քանի տարիների ընթացքում, առաջիկա շոշափելի ապագայում իրենց զգացնել են տալու։ Դուք կարող եք հիշել մի փուլ։ Եկեք մենք հիմա գանք կառավարության ծրագրին, հա, որ այսօր ներկայացնում։ Այսինքն դուք ընդունեցիք, որ այս կառավարությունը այդուհանդերձ իր պրոֆեսիոնալիզմով, իր արհեստավարությամբ գոնե կարող էր հանրության մի տպավորիչ ասացից տեսբան դուրս եկավ թե չէ։ Դուք չեք ընդունում, բայց հանրության մի տպավորիչ զանգացի մոտ կարող էր առաջացնել վստահություն, որ այն բարեփոխումները, այն հանրային կյանքի որակական փոփոխությունները, որի իրականացման անհրաժեշտության առջև անխուսափելի անհրաժեշտության առջև հայտնվել է հանրությունը, մենք բոլորս այս կառավարությունը ունակ է իրականացնել։ Եվ ահա այս իր գաղափարները, այս մոտեցումները իր քաղաքական կամքը կառավարությունը փորձել է ներկայացնել հիմա տեսեք այնպեսի մի փաստաթուղթի մեջ, որի անունն է կառավարության գործունեության դուք նայել եք այս ծրագիրը։ Պարոն, սա ձեր վրա անկեղծ ասեմ, մի քիչ անլուրջ տպավորություն չի։ Ոչ։ Գիտեք ինչ, որովհետև սա բարի ցանկությունների շարադրանք է, որը շատ կենաց է հիշեցնում, կամ բարի ցանկություն, քան կառավարության լուրջ ծրագիր։ Մի բան հիշեցնում։ Օրինակ, չէ, ես օրինակով ասեմ, էլի, հա։ Հավասար մրցակցային պայմանների ապահովում բոլորի համար։ Վատ բան է։ Ես գիտեմ որ դա լավ բան է 20 Տեսեք ինչ շփտացի 22 տարի է, բայց Մարկոս ու ծիծաղ առաջացնում է, պարոն։ Ուրեմն խնդիրը տեսեք 5 տարի էս կառավարությունը թող ապահովեր, ինչ է խանգարում։ Տեսեք խնդիրը ինչու՞ն է կանում Պետրոս։ Պարոն, կներեք, ես հարց մտածեմ։ Ազգային ժողովը, նախագահը, կառավարությունը, նույն կուսակցության ուժերին 5 տարի ի՞նչն էր խանգարում հավասար մրցակցային պայմանները ապահովում բոլորի համար, որովհետև եթե թեզը չկա, մնացած տնտեսական բարեփոխումները անիմաստ են ըստ էության։ Ես կարծում եմ, որ ձեր հարցադրումը տեղին է։ Ես չեմ մերժում։ Եվ հետեւաբար, այդուհանդերձ այդ հարցը դնելը ճիշտ է թե չէ։ Օրականքային խնդիր դարձնելը ճիշտ է թե ոչ։ Պարոն, եթե 5 տարի հարցը դրած է դու չես լուծում։ Դուք պետքա թույլ տաք, որ 6-7 տարի նույն մարդը նույն հարցը դնի։ Ինչքան։ 10 տարի, 15 տարի։ Չէ։ Չէ, ոչ 10 տարի, ոչ 10, մենք 20 տարի այդ մասին խոսում ենք։ Սկսենք այդտեղից։ 20 տարի խոսում ենք բոլոր ժամանակներում։ Բոլոր կառավարությունների ժամանակ խոսում են։ Ասացեք, խնդրեմ, մեզանում լրջագույն խնդրեմ է բիզնես, այսինքն տնտեսական իշխանություն եւ քաղաքական իշխանության սերտաճումը։ Լուրջ խնդրեմ է թե ոչ։ Դուք դրա լուծումը մի գիշերվա մեջ տեսնում եք։ Մեկ հարվածով տեսնում եք։ Ինչի մասն է խոսքը։ 5 տարում տեսնում։ Ոչ։
Ոչ միայն 5 տարում դուք չեք տեսնի։ Եթե հաշվի ենք դու եղել ա մարտի 1 հետ մարտի զարգացումներ, հասկանում եք հանրային կյանքը բավականին անկառավարելի վիճակ եւ ամեն մի էլեմենտը կառավարման Ես էլ ում 50 բան կամ թվարկեմ ճիշտ եք ասում, հետեւաբար խնդիրը հետեւյալն է։ Ոչ միայն արդյոք նման հարցադրում արժեր անել, այլ ամենաէականը արդյոք այս խնդիրը լուծելը այլևս անխուսափելի է։ Խոսքը սրա մասին է, որովհետեւ այլևս այս ընտրությունները դրանով այս ընտրությունները խորհրդարանական, որակապես ամեն նախորդ բոլոր ընտրություններից են տարբերվել։ Տարբերվել են հենց հիմնականում դրան։ Իդեպ եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություններ այս ընտրությունների ընթացքում ավելի շատ ներկայացնում էր հանրային կյանքը առողջացնելու կոնցեպտ, փիլիսոփայություն։ Ընդհանրապես ցանկացած կառավարության գործունեության ծրագիրը դա դոկտրինալ փաստաթուղթ է։ Այսինքն այս փաստաթուղթը այո կարող է դառնալ եւ մեծ իմաստով կարող է լինել նաեւ բարի ցանկությունների, այսինքն հայեցակարգային անհրաժեշտ մոտեցումների փաստաթուղթ։ Այս փաստաթղթի հիման վրա, եթե մենք ըստ էության հավանության ենք արժանացնում կառավարության գործունեության ծրագիրը, այս փաստաթղթի վրա սրա ցանկացած դրույթը, այդ թվում նաեւ ձեր ասած հավասար մրցակցության ապահովում բոլոր այս դրույթը կենսագործունեություն իրականություն դարձնելու համար կառավարությունը պետք է մշակի լրջագույն ծրագիր կոնկրետ մեխանիզմներով, գործիքակազմով, թիրախային խմբերով, նրանց նկատմամբ վերաբերմունքներով։ Այդ ծրագիրը անկասկած կմշակվի եւ կքննարկվի անդրադառնալի ժողովի հանձնական հանձնաժողովի ուղղակի մասնակցությամբ։ Եվ միայն այդ ծրագիրը կդառնա հենք կառավարության համար իր օրենսդրական նախաձեռնությունները իրականացնելու համար։ Կառավարությունը, պարոն Հարությունյան։ Ես ձեզ ասացի, ճգնաժամը, Հիմա ես մի հարց տամ, տեսեք, երբ մենք տեսնում ենք, որ գործիքակազմ ասի, դա շատ կարևոր է։ Կոնկրետ ռեալ աշխատանքի համար։ Երբ որ մենք տեսնում ենք տնտեսական մրցակցության հանձնաժողով ունենք, որը այսօր այդ գործիքներից մեկն է, համաձայն եք։ Նա գործիք չի, նա ինստիտուտներից ավելի ծանր ինստիտուտ է։ Երբ որ մենք նրա ղեկավարին տեսնում ենք հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում։ Դա ճիշտ է թե ոչ։ Դուք հետո կհավատաք, որ նա օբյեկտիվորեն կարող է պայքարել այդ նույն ցուցակի падգամավորների մի մասի դեմ, որ նրանք հարկային դաշտ կան։ Մենք խնդրեմ այդտեղ ունենք։ Այստեղ թողորեցին։ Մի հարցը տամ։ Այստեղ նաև թեզ կա, որ պետական ինստիտուտները դարձել մրցակցային եւ այլն եւ այլն։ Երբ որ մենք տեսնում ենք քաղաքծառայության պետին, կրկին նույն ցուցակում, որը 4 տարի ամեն օր գոռում էր, ասում էր կուսակցությունները ստեղծել եք աշխատանքային բորսա եք սարքի եւ նրան տեսնում ենք մենք կուսակցական ցուցակում։ Ինչպես հավատալ, որ պետական կառավարման համակարգը դառնալու է մրցակցային, երբ որ դու կոնկրետ ունես քաղաքական համակրելի ուժ, խնդրեմ։ Ընդհանրապես կառավարման համակարգի արդյունավետությունը մեծ իմաստով պայմանավորված է շահերի բախման արկայությամբ։ Եթե կա հետաքրքրությունների շահերի բախում, ապա կառավարման process-ը անհամեմատ ավելի հաջողված է լինում։ Օրինակ ձեր ասած ենթադրենք հակամրցակցային հանձնաժողով, չէ՞։ Նրա նախագահը նա կարող է լինել կուսակցական։ Նա նույնիսկ ես կասեի պարտավոր լինել կուսակցական, բայց կամ որևէ կուսակցություն կողմից պաշտպանվող։ Եթե դուք ինձ հարցնեիք օրինակ որ դեպքում այդ հանձնաժողովը ավելի արդյունավետ կաշխատեր, ես կասեի օրինակ այն դեպքում այդ հանձնաժողովի նախագահը նշանակվել ընդդիմությունից։ Ոչ թե չլիներ կուսակցական, դրանք տարբեր բաներ են։ Այլն է շահերի բախում։ Հետաբար խնդիրը փոխենք։ Խնդիրը կարող է հետևյալն է, ձեռքեր չի կարող պայքարել։ Չէ, խնդիրը եկեք փոխենք։ Կա քաղաքական պատասխանատվություն։ Այդ քաղաքական պատասխանատվության բուրգի գլխին կանգնած է հանրապետության նախագահը այսօր, որտեղ քաղաքական մեծամասնություն հանրապետական կուսակցությունն է, եւ ամբողջապես կանգնած է քաղաքական թիմը։ Հիմա այս ամեն ինչի մասին մենք խոսում ենք, քաղաքական թիմը հրապարակավ ստանձնում է պատասխանատվություն։ Անկասկած այո։ Հետաբար ինքը քաղաքական թիմը ստիպված պետք է լինի նաև ինքնամաքրման ինչ-որ մի process անցնել։ Զերծ մնալ բոլոր այն բաներից, ինչի մասին որ ես եւ դուք ասենք խոսում ենք։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ նախ եւ առաջ հիմքում պետք է լինի պատասխանատվությունը։ Հիմա օրինակ երբ որ ես ասում եմ գործիքակազմ, ես նկատում եմ հարկային, մաքսային հնարավորություններ։ Խոսքը սրանց մասն է։ Երբ որ ասում են թիրախային խմբեր, հասկանաք որ խմբերին է ուղղված, խոշոր թե միջին թե փոքր բիզնեսին։ Այսինքն այս փաստաթուղթը, որպեսզի իրականություն դառնա, պարոն Ղազարյան, նախ եւ առաջ սրա ցանկացած դրույթ պետք է վերածվի մի առանձին ծրագրի։ Այդ ծրագիրը պետք է ունենա նպատակ, թիրախային, ցուցանիշներ, այդ ցուցանիշներին հասնելու ուղիներ, այդ ցուցանիշներն ապահովելու գործիքներ եւ ինստիտուտներ։ Սա իմաստը։ Այդ ծրագրի մշակմանը մասնակցելու է նաեւ ազգային ժողովի հանձնական հանձնաժողովն, հետաբար կմասնակցի ընդդիմությունը, ուղղակի կամ անուղղակի։ Միայն այդ ծրագրի մշակելուց հետո մենք ձեզ հետ միասին կարող ենք ասել սա մնաց բարի ցանկություն, հասկանում եք, թե իրականում գործնական
գործողություններ իրականացնելու գործնական ծրագիր։ Սա է իմաստը։ Եվ համաձայնեք, որ սահմանադրությամբ 20 օրվա ընթացքում ենթադրենք նոր կառավարություններ ձևավորվում։ Ենթադրենք 20 օրը մեծ ծրագիր պետք է բերել։ Ահա, ուրեմն հետեւաբար բուն ծրագրի իմաստը ոչ թե ինչպես դուք եք ասում կենացնել, այլ հայեցակարգ, կոնցեպցիան շարադրելն է։ Ինքը ինչ խնդիրներ է տեսնում հիմնական, գլխավոր, եւ ինչ հայեցակարգային մոտեցումներ է տեսնում այդ խնդիրների լուծման։ Մնացածը պետք է վերացի կոնկրետ ծրագրերի, ամեն մի ենթածրագրերի եւ դրանց հիման վրա մշակվեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք իրականություն պետք է դառնան։ Բարթացնում եք իմ կարծիքով։ Երբ որ գրած է հավասար մրցակցային պայմանների ապահովում բոլորի համար, ես ուզում ասել ես, որ ըստ մեծ իմաստով, ոնց որ դուք եք սիրում ասել, սրա օրենսդրական բազան արդեն մշակված է։ Պրոբլեմը կիրառելու մեջ է։ Մեր հարկային օրենսդրություններ կա, մաքսայիններ կա, համապատասխան հանձնաժողովներ կան, հələ մի հատ մեր իրավապահ համակարգին ասեք այնտեղ են սիվիլիտասի նման կգնանք քրքրեն կգտնեն, որ էլ դուսուս։ Մնում է ինչ իրականացնել քաղաքական կամք։ Հետևաբար ծրագրեր եւ այս սրա համար մենք ունենք ողջ եւ սահմանադրություն եւ բազային օրենքներ։ Ճիշտ է, կատարելա գործել պետք է։ Բայց սա օրենսդրական կա, հիմա մենք պետք է դա անել։ Ասել այ հարկային դու այսօրվանից այս sense այ մաքսային դու sense արտոնություն ունեցող չկա, բաց, բայց դա չկա։ Ես համամիտ եմ։ Եվ չէ, սա նշանակում է ոչ միայն ծրագրերի անհրաժեշտություն, ինչպես դուք եք ասում, այլև քաղաքական կամքի անհրաժեշտություն։ Եվ հիմա ժամանակը ցույց կտա։ Ինչի մասն է խոսքը։ Ընտրությունները ընդհանրապես 1 ամիս առաջ են ավարտվել։ Ձևավորվել է նոր ազգային ժողով, ուժերի նոր ուժերի հարաբերակցությամբ եւ նոր ուժերի հարաբերակցությամբ 5 տարի ինչի այդպես չեղավ։ Չէ՞ ճգնաժամը սա ավելին պետք է նպաստեր, որ սա ալներ ճգնաժամը։ Գիտեք, ես չէի վիճի ձեզ հետ։ Չէի վիճի, որ ճգնաժամը չէր կարող նպաստել, բայց միաժամանակ եթե հաշվի առնենք կրկնում եմ, այնպիսի process-ներ քաղաքական կյանքում, ինչպիսի մարտի 1 եւ հետմարտյան զարգացումներ, որոնք ենթադրում են ամենատարբեր խավերի, ամենատարբեր մասնակցությունը, այդ թվում նաեւ շահագրգիռ, ոչ շահագրգիռ այս process-ներում, համաձայնեք, որ հանրապետության ղեկավարությանը անհրաժեշտ պետք է լիներ շատ զգուշ, ոնց որ ասում են, շատ մանևրելով առաջ գնալ, որովհետեւ գոնե հանրային կյանքը մեծ ցնցումների մեջ չգցեն։ Ես կրկնում եմ, եւ ֆինանսական ճգնաժամը, եւ հանրապետական կուսակցության կամ հանրապետության նախագահի համար քաղաքական ոչ բարենպաստ ստարտը իրենց ազդեցությունը թողել են։ Անկասկած թողել են։ Դուք էլ եք հանրապետության նախագահի տեղը որոշ որոշումներ կտրուկ քայլեր կատարելու համար երկար կմտածեք։ Հիմա կատարեմ, թե թողնեմ մի քիչ ուշ։ Խոսքը սրա մասին է։ Այսինքն ոչ թե հարցը օրակարգից դուրս է բերվել, ոչ թե հարցը մոռացության է մատնվել, այլ զուտ ներքաղաքական զարգացումների կոնտեքստում նայվել է նրա այդ տվյալ հարցերի լուծման ժամանակի առումով նպատակահարմարությունը։ Վերջին ընտրությունները ինչով էին ռուսերեն ասում են զնակովի, ինչով էին շատ էական, որ հանրությունը մեծ իմաստով փաստեց մի բան, եղբայրներ, հերիք են խոսակ թոշակի բարձրացման, նպաստների բարձրացման, ես հասկանում եմ, որ դրանք անել, բայց նախ եւ առաջ առողջացրեք հանրային կյանքը։ Նախ եւ առաջ այն արատները, որոնք մեզանում արդեն վերենացում բացասական ավանդույթներից բաց, այդ արատներից ազատվեք հանրային իրականությունը։ Խոսքը սրա մասին է։ Հիմա մենք թերագնահատենք կառավարության ժամանակը, բայց ինչ որ մեկը կարող ասի, ես այս կառավարությանը չեմ վստահում, նա իր իրավունքն է։ Ես գտնեմ, որ կարելի է վստահել։ Այս կառավարությունը իր արհեստավարժությունն ապացուցել է։ Ես գտնեմ, որ քաղաքական թիմը, որ ձևավորվել է ընտրությունների արդյունքում վեցամասնությունը, որակապես նոր քաղաքական միջավայրում, ներքաղաքական միջավայրում, գիտակցում է իր պատասխանատվությունը։ Առավելից որ արժեվում ունենք նախագահական ընտրություններ։ Ինչո՞ց նախագահը այսօր կառավարության նիստին հայտարարեց, որ նախագահական ընտրությունների նույնպես փոփոխություններ պետք է լինեն եւ եթե կառավարությունը չապահովի այն խնդիրները, որոնք դրած են, ապա դուրս կգան պետ վիճակագրության տվյալները, մի հատ կամփոփվեն, կնայվեն եւ ըստ էության հնարավոր է որ շատ բնական է։ Այսպես կառավարությունը ունի կյանք միջև ընտրություններ, եթե չփոխի դեպի լավը, եթե նա չփոխի դրական որոշ այլ կերպ կձևակերպի այդ հարցադրումը։ Ես կարծում եմ, որ այդ եւ ես այդ մասին նաեւ հարցազրույց եմ տվել, որ այդ վստահության քվեն, որ ստացավ հանրապետական կուսակցությունը, դա ինչ որ այնտեղ ավանս էր, որ այն դեռ պետք է վերածել քաղաքական լուրջ կապիտալի։ Եվ այդ քաղաքական լուրջ կապիտալի վերացման գործում խնդրում կառավարությունն ունի, ազգային ժողովն էլ, բայց ընդհանրապես թիմը, բայց կառավարությունն նախ եւ առաջ ունի բացառիկ պատասխանատու դերակատարում։ Եվ այն հանրային կյանքի շատ առողջացման խնդիրներ, որի մասին մենք խոսում ենք ձեզ հետ միասին,
շատերը սպասում են կառավարության գործունեությունից։ Եվ եթե կուզեք այս մի քանի ամիսը 7-10 ամիս եթե մինչև նախագահական ընտրություններ, կառավարությունը իհարկե չի կարող երկնքից գրում, աշխարհը միանգամից չի շորտա, բայց կարող է նախաձեռնել այնպիսի քայլեր, որոնք հանրության մոտ իրոք վստահություններ չէ, որ սրանք շարունակական են եւ հանրային կյանքը առողջացնելու լուրջ ենթադրություններ են իրենց մեջ պարունակում։ Դրան ավելացված անկասկած տնտեսական ցուցանիշները։ Օրինակ 7% համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշը, որ հանրապետության նախագահը կառավարության համար դրել որպես լրջագույն պատասխանատու, ուրեմն ցուցանիշ։ Ավարտելով խոսում ասել, որ վերջին աշխարհ համաձայնվեք, որ կառավարությունը ճիշտ է սահմանադրությամբ նախագահի ընտրվելու պարագայում իլազորությունը վայր է դնելու, բայց բացարձակապես անհրաժեշտություն չի առաջանալ ըստ իս ամբողջ կազմը կտրուկ փոխել։ Այդպիսի անհրաժեշտություն կառաջանա միայն մեկ պարագայում։ Եթե նույնիսկ այս 7 ամիսների ընթացքում ունենալով նման մեծ վստահության քվե, ավանս, ոչ մի բան դու չանես։ Այդ դեպքում կարող է հարց առաջանալ։ Եվ վերջինը, գիտեք, երբ որ կառավարության կազմի վերաբերյալ քննարկումներ են գնում, այս ձևավորման վրա երկու գործոն է շատ էական նշանակ դերակատարում ունեցել։ Առաջինը, որ ես նոր քիչ ասեմ, այդուհանդերձ կառավարությունը ոչ տնտեսապես կամ տնտեսապես ոչ նպաստավոր պայմաններում ապացուցեց իր կենսունակություն կամ գործունակությունը։ Սա կարևոր գործոն էր։ Հետևաբար եւ ձեռնամուխ էր եղել նաեւ որոշ բարեփոխումների իրականացմանը, որոնց ընթացքը ընդհատել անընդհատությունը խզել իմաստ չունի։ Սա առաջին կարևոր, այսինքն մի խոսքով, եթե կառավարությունը սկսել է, ապա թույլ տանք, որ նա շարունակի։ Եվ երկրորդ գործոնը, որ այդուհանդերձ պետք չի շատ կտրուկ փոփոխություններ կազմում առաջարկել, որովհետև այդուհանդերձ կառավարությունը 7 ամսից կամ 8 ամսից հետո նախագահական ընտրությունների արդյունքում նորից պետք է լիազորությունները վայր դնի։ Իսկ եթե խիստ անհրաժեշտություն առաջանա, ապա վերջնականապես կառավարության ձևավորման հարցին կարելի է անդրադառնալ այս ժամանակ։ Այս երկու գործոնները ըստ էության դերակատարում են ունեցել կարևոր կառավարության ձևավորման հարցում։ Այդ իսկ պատճառով կառավարության կազմը մեծ, լուրջ, եթե կարելի ասել ռադիկալ փոփոխություններ չի կրել։ Ես այն կարծիքին եմ, որ կառավարությանը կհաջողվի այդուհանդերձ առաջիկայից մինչև նախագահական ընտրությունները ձեռնարկել իր ծրագրի իրականացման այնպիսի քայլեր, որոնք թե ընդդիմության, թե իր օպոնենտների եւ թե հանրության հիմնական հատվածի մոտ կարող են արտնասնել իրականանալի սպասելիքներ։ Ըստ էության գահացենք նույն բան, բիզնեսն եւ ներդրումային միջավայրերի շարունակական բարելավում, պարոն Հարությունյան։ Կա Հայաստանում մի հատ արտոնություն ունեցողների խավ, պարոն Հարությունյան, եւ իշխանությունը հենվում է դրա վրա հենց այդ խավի։ Ոնց է փոխել իշխանությունը ինչա նրա վրա է։ Բա ում վրա հենվում։ Աղքատ ժողովրդի։ Կներեք, իշխանությունը կներեք։ Ես ուզում Ես հարցը ավարտեմ, դուք հետո ոնց ուզում եք պատասխանեք։ Ոնց է նա այդ խավին զրկելու իր արտոնյալ վիճակից, պարոն Հարությունյան։ Չի զրկելու, Բա այդ խավը բերել այդ խավին օրենքի դաշտ նշանակում է զրկել իր արտոնություններից։ Նա ուղղակի սահմանելու իշխանությունը պարտավոր է սահմանել։ Ես գիտեմ, բայց չէ, ոնց ժամանակը ցույց տա, եւ գործիքակազմ, որ ես ասում, ես վարչապետը չեմ։ Վարչապետը ձեզ կառաջարկի այդ գործիքակազմը։ Ես հազարմի եղանակներ գիտեմ այդ խնդիրը լուծելու։ Բայց այդուհանդերձ խնդիրը քաղաքական իմաստով արդարացված է, թե ոչ դուք դա ասեք։ Արժի դանել թե ոչ։ Այստեղ երկու կարծիք չկա, ինչ չէ, եթե կարծիք դա գիտեն արդեն բոլորը։ Չէ, եթե տնտեսագետները, ոչ տնտեսագետները, նույնիսկ Բաքերում նարդի խաղացող թոշակառուները գիտեն ինչ պետք է անել։ Մարդիկ կան, որոնք այդ կարծիքին չեն այդուհանդերձ։ Մարդիկ կան, որ պատրաստ են ուժեղ ձեռքի իշխանությանն են սպասում, մեկը գա սախսեն խփի։ Բոլորս էլ, այո, որ բոլորս գիտենք, թե ուժեղ ձեռը ինչն է բերել, չէ։ Հետո որ որակապես նոր լուծումներ են պահանջվում։ Ընդ որում, որքան, եթե դուք կառավարության գործունեության ծրագիրը նայել եք, ինստիտուցիոնալ բարեփոխումների հատվածում առանձնապես խոսում է կառավարության գործունեության թափանցիկությունը, ապահովելու մասին, այսինքն կառավարությունը իր գործելակերպով, իր գործելավոճով, ամեն ինչով իր որոշումներով պետք է լինի ցանկացած քաղաքացու համար մեկնած ձեռքի առավարության վրա։ Սա շատ էական է։ Եթե մենք կարողանանք դա ապահովենք, ապա շատ արատներ, որ ծնվում են այդ կուլիսային քննարկումների կամ կուլիսային բանակցությունների արդյունքում շատ արատներ կարող են վերացնել։ Բոլոր դեպքերում ինձ համար ակնհայտ է մի բան։ Այս փաստաթուղթը իրականում պետք է լիներ հայեցակարգային բնույթի։ Այս փաստաթղթում կարող են որոշ թիրախային նպատակային նիշեր նշվել, որոշ վերացվել, բայց այս փաստաթուղթը ընդհանրապես տեսլականն է, ինչպես է կառավարությունը, որոնք է առաջնահերթությունն համարում եւ ինչպիսի տեսլական ունի առաջիկա 5 տարիների։ Այս փաստաթղթին հավանություն տալուց հետո նրա հիման վրա կմշակվեն ենթածրագրեր ամեն մեկի համար եւ այդ ծրագրի իրականացումն է ապահովելու այս տեսլականի ռեալ
Պարոն Հարությունյան, տեսեք, վերջին հարցը քաղաքացին պետք իշխանությունը ընդհանրապես պարոն Հարությունյան, դուք միշտ նշում եք, որ նախ եւ առաջ պատասխանատվությունը, հետո իրավունք։ 20 տարի մեր իշխանությունը այդքան համաձայն չեն եղել ձեզ հետ, բոլորս գիտենք։ Իշխանությունը եղել է հարստության, արտոնության, իրավունքի աղբյուր, պատասխանատվությունը ոնց կստացվի։ Հիմա տեսեք, մարդիկ տեսնում են, որ մենք ունենք իշխանավոր, որը ակնհայտ գալիս է, ինչ որ կնոջը հարվածում է, իրավապահ համակարգը գտնում է, ոչ մի բան չի եղել, նորմալ է, հանցակայում չկա, մի հատ հարվածել է, էլի։ Օսկանյանը ընդդիմադիր է, գնում են նրան քրքրում են, ստուգում են, գտնում են սև փողեր։ Ալիկ Արզումանյանն էր ընդդիմադիր, գտան, որ սև փողեր են փոխանցել։ Այսօր մենք տեսնում ենք թիկնապահները ծեծ ու ջարդեն են ենթարկում երկու բժշկի, հա, եւ մարդիկ վստահ են, որ նրանք գիտեն, որ նրանք անպատեժ են, որտեւ էլի նախադեպ եղել, որ նույն թիկնապահները էլի ծեծել են, կրակել են, էլի անպատեժ են մնացել։ Մարդիկ ասում են, երկրում երկու արդարություն գործ ունի, ընդդիմության համար եւ իշխանության համար։ Եվապա համակարգը միշտ աշկ է փակում իշխանության անարդարության նկատմամբ, իսկ ընդդիմադիրները հենց հարցը անարդար են թե արդար են, բայց ողջ պատժիչ համակարգը գոնե ցույց է տալիս, որ կարա անի։ Գիտեք, ցավն այն է, որ ես ձեր ասածները չեմ մերժի։ Ցավ ինձ համար, ես ցավ եմ ապրում, որ դուք ճիշտ եք։ Ես ցավ եմ ապրում, որ մեր իրականությունը ցավոք սրտի հեռու չէ ձեր նկարագրածից։ Ես նավենը համոզված եմ, որ այս ամենը ինչ որ միտեղ սկսած այլևս չի կարող գնալ, պետք է փոխվի։ Իմ ասածը սա է։ Այս ծրագիրը, որի մասին մենք ձեզ հետ խոսում ենք, սրա վկայությունն է։ Ժամանակը ցույց կտա։ Արդյոք այդ 44% վստահությունը կդառնա լուրջ քաղաքական կապիտալ եւ հանրապետական կուսակցությունը իր մեջ ուժ կգտնի այս բոլոր իրականություն դարձ, թե ոչ, ընդհանրապես սրա մասին է խոսքը գնում։ Ես ձեզնից շատ ավելի խիստ կարող եմ քննադատել անցյալը։ Շատ անհամատալի առարկայական, անհամատալի կոշտ։ Բայց ես գիտեմ մի բան, Պետրոս, որ այս 20 տարիների ընթացքում ես չգիտեմ մի կառավարություն, հավատացնում եմ ձեզ, չեմ իմացել մի կառավարություն, որ ամեն ինչ արել է, որ վատ լինի։ Սա շատ կարևոր է։ Այսինքն գիտեք, յուրաքանչյուրը կարող է պատահի սեփական ընկալումներով, սեփական պատկերացումներով, տնտեսության նույնիսկ առողջացման սեփական պատկերացումները կարող են քեզ տանեն բոլորին ուրիշ ուղղությամբ։ Շատ տարածված թեզ կա, ասում են դժոխքի ճամփան, սալապատված է բարի ցանկություններով։ Իհարկե դուք ճիշտ եք։ Բայց այդուհանդերձ համաձայնեք, որ այս 20 տարիների ընթացքում մենք էլ ենք հմտացել, փորձառու, մենք ես նկատում հանրությունը։ Հանրությունը ինքն է որակապես նոր պահանջներ ներկայացնում։ Տեսեք, մեր իրականության մեջ որակապես նոր դրսևորում քաղաքացիական նախաձեռնությունները։ Այս դրսևորումները հանրային կյանքի առողջացման ռեալ նշաններ են։ Նույն այդ Մաշտոցի պուրակը, նույն կինո Մոսկվայի հիշում եք ամառային թատրոն թռչկանը, սրանք քաղաքացիական հասարակության վերակենդանացման, եթե չասենք ապա ծննդի, հա, լուրջ նշաններ են։ Այս ամենը հենց նշ չի լինում։ Սա քաղաքական ղեկավարության, քաղաքական վարքագծի հետևանք է, հավատացնում եմ ձեզ։ Սա ինձ մոտ վստահությունն է ներշնչում, որ այստեղ գրվածի մեծ մասը այդուհանդերձ քաղաքական կամք էլ կա, գիտակցում էլ կա, փորձառություն էլ կա, որ մեծ մասը կփորձեն իրականություն դարձնել։ Կարող է պատահի 100%-անոց նիշ դնենք 60-ը հասնենք, 40-ը հասնենք, ես կասեմ նորից հաջողված կլինենք։ Որովհետև իրականությունը այդուհանդերձ այսպեսին է։ Մենք դեռևս 90-ական թվական, երբ որ եկանք իշխանության, ոչ ունենք հմտություն, ոչ փորձառություն, նույնիսկ անհրաժեշտ գիտելիքների պակաս եւ ենթադրել, որ մենք չենք սխալվելու, չենք սայթակելու, կլիներ ուղղակի մանկամտություն։ Այդ իսկ պատճառով այս գիտակցումն է, որ ինձ զերծ է պահում անցյալը կոշտ գնահատելու։ Ես պատրաստ եմ, ես գտնում եմ, որ անցյալից պետք է դասեր քաղել։ Բայց դասեր քաղել ոչ թե պիտակավորելով, ոչ թե որակելով, այլ դասեր քաղել, որսի ապագայի նկատմամբ այս սխալները թույլ չտան։ Հիմա դասեր քաղելու շատ լուրջ պաշար ունենք։ Հիմա ես խորապես համոզված եմ, մեր իրականությունը եվրոպական արժեքների վրա, եվրոպական արժեքների ռելսի վրա տեղափոխելու շատ ռեալ հնարավորություններ են ձևավորել։ Բաց թողնենք այս հնարավորությունը։ Ես կարծում եմ, որ դա կլինի աններելի շռայլություն մեզ համար։ Այդ իսկ պատճառով կրկնում եմ, ես ցավ եմ ապրում իրականում, որ ձեր նկարագրածը իրականությունից շատ հեռու չէ։ Ես ցավ եմ ապրում։ Բայց ես միաժամանակ հասկանում եմ, որ այլևս մենք չենք կարող բոլորս այսպես հանդուրժել։ Եվ քաղաքացիական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության կայացումը,
հանրային խորհուրդը, որ այդ դերում մեծապես նպաստել է քաղաքացիական նախաձեռնությունների կայացմանը, սրանք քաղաքական նախաձեռնությունների հետևանք են։ Սրանք հենց նենց չեն ձևավորվում։ Հետո նման process-ների, նման ինստիտուցիոնալ կայացման համար հանրային օրգանիզմը այլևս սկսում է դառնալ օգտակար, պիտանի։ Իսկ սա խոսում է քաղաքական ղեկավարության, եթե կուզեք, որակների մասին։ Պարզ ասեմ, ինչն է ինձ մոտ վստահություն ներշնչում, որ ինչպես դուք եք ասում, այս բարի ցանկությունները կարող են իրականություն դառնալ, բայց բոլոր դեպքերում ժամանակն է ամեն ինչի դատավորը։ Ես ընդհանրապես կարող եմ մի բան փաստել։ Ինքս լինելով այլևս ազգային ժողովում, իմ համեստ կարողություններով, իմ համեստ մասնակցությամբ ամեն ինչ կանեմ, որովհետեւ այստեղ գրածների ճնշող մեծամասնություն իրականություն դառնա, կօգնեմ կառավարությանը, կնպաստեմ, որովհետեւ դա իրականություն դառնա։ Ես ավելին տվյալ դեպքում չեմ կարող ասել։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Սերիոս տատողներ, ինձ թվում է ինչքան մենք զրուցենք, ամենալավը դուք ձեր մաշկի վրա կզգաք, թե այս ծրագրի իրականություն դառնում է կամաց, թե չի դառնում կամաց, իսկ 10 ամիսը ոնց որ ասում են սայրի հետևում չի, կհանդիպենք ցտեսություն վաղը։